Մինչ Պուտինը դեռ չի շնորհավորում Փաշինյանին հաղթելու առթիվ, Մոսկվայից հասկացնում են, որ Կրեմլն իրոք կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները։ Դրանք կասկածելի են այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն ու սպասվող ակտիվ քաղաքական գործընթացների մասին ակնարկել։ Ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը դյուրին չէ, ընտրությունների արդյունքները հարաբերական են եւ որոշ առումով կասկածելի, հետեւաբար ակտիվ քաղաքական գործընթացները կշարունակվեն։ Բարգավաճ Հայաստանից մանդատները խլելուց եւ զորով խորհրդարանից դուրս թողնելուց հետո ընդդիմադիր մի քանի ուժեր ապօրինի համարեցին ընտրությունների արդյունքներն ու հայտարարեցին. այս ամենից հետո Փաշինյանը չի կարող լեգիտիմ իշխանություն ունենալ, իսկ իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը նրա վրա է մնալու։ Առայժմ խորհրդարան անցած ուժերը չեն որոշել վերցնել մանդատները թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն ամենամեծ ընդդիմադիր ուժի Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի որոշմանն է սպասում։ Երկու ուժերն էլ չեն բացառում փողոցային պայքար սկսելը։ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ վստահեցնում էր, թե հայ-ռուսական հարաբերություններում եւ ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը ժամանակավոր է պայմանավորված նախընտրական գործընթացներով։ Երբ հաղթի կգնա Մոսկվա եւ ամեն ինչ կհարթվի, Կրեմլից հնչող մեղադրանքներն էլ կդադարեն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներն էլ։ Ընտրություններից մեկ շաբաթ է անցել, սակայն Պուտինը մինչ այս պահը չի ուզում շնորհավորել նրան, ինչը հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ Փաշինյանի նկարագրածով չէ։ Նա այս ընթացքում կարծես փորձել է շահել Կրեմլի ղեկավարի սիրտը։ 2 օր առաջ Զվարթնոցում ձերբակալվեց ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս Միխայել Վերբիցկին, որը Ռուսաստանի իշխանությունների սուր քննադատներից է։ Նրա նկատմամբ Մոսկվան միջազգային հետախուզում էր հայտարարել եւ դրա հիման վրա էլ նա ձերբակալվել է Երևանում։ Այսօր արդեն ձերբակալման երրորդյա ժամկետը լրանալուց հետո Վերբիցկուն ազատ են արձակել։ Այս ամենի ֆոնին Մոսկվան կարծես կամուրջները դեռ լրիվ չի այրում եւ գուցե ինչ որ քայլերի է սպասում Փաշինյանից։ Ռուսաստանի համար կարևոր է, որ երկու երկրների միջև լավ հարաբերությունները պահպանվեն, որ համագործակցությունը զարգանա բոլոր ոլորտներում։ Մենք հույս ունենք, որ հենց այսպես էլ կլինի։ Նարեշկինը զգուշացրել է, բացառապես արևմուտքի օգնության վրա հույսը դնելը մեծ սխալ կլինի Հայաստանի ղեկավարության կողմից եւ նաեւ տնտեսական լուրջ հետևանքներ կունենա։ Այդուհանդերձ Մոսկվայում հույս ունեմ, որ Փաշինյանը նման քայլի չի գնա։ Ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը իմաստուն քայլ կանի այս հարցում։ Իսկ Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանի ղեկավարությանն ու պնդում է, որ Մոսկվան ընտրություններից հետո էլ է շարունակում եւ անգամ ուժ գնացնում ճնշումը Երևանի վրա, որպեսզի ստիպեն փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն ու կասեցնել Բրյուսելի հետ մերձեցումը։ Այդ մասին այսօր էլ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսն է հայտարարել Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, հայտնելով, որ հուլիսի 5-ին Երևան է գալու։ Իսկ այսօր Եվրամիության արտգործնախարարները Միրզոյանի մասնակցությամբ քննարկելու են Հայաստանին տրվելիք աջակցության հարցը։